Գիտեք, որ կիվին իրականում հատապտուղ է։ Սկսենք ամենազարմանալի փաստից, այն ինչ մենք անվանում ենք կիվի, բուսաբանական տեսանկյունից ոչ թե միրգ է, այլ հսկայական հատապտուղ, բայց սա դեռ ամենը չէ։ Շատերը կարծում են, թե կիտրոնը վիտամին C-ի թագավորն է, սակայն իրականում մեկ կիվին պարունակում է գրեթե կրկնակի շատ վիտամին C, քան կիտրոնը։ Անվանման պատմությունը։ Այս միրգը ի սկզբանե կոչվում էր չինական փշահաղարջ։ Այն վերանվանվեց կիվի ի պատիվ Նոր Զելանդիայի խորհրդանիշ թռչունի, որովհետև մրգի արտաքին տեսքը շագանակագույն և թավոտ, շատ նման է հենց կիվի թռչունին։ Եվ այսպես, իսկ ինչ է թաքնված այս շագանակագույն թավշյա կեղևի տակ, առավել մանրամասն։ Կիվին պարունակում է վիտամինների այնպիսի համակցություն, որը հազվադեպ է հանդիպում մեկ մթերքի մեջ։ Առաջին վիտամին C, ասկորբինաթթու։ 100 գրամ կիվիում պարունակվում է մոտ 93 մգ վիտամին C։ Սա ավելին է, քան մարդու օրական պահանջը։ Այն ոչ միայն ամրացնում է իմունիտետը, այլև հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ, կանխելով բջիջների մուտացիան և քաղցկեղը։ Վիտամին E։ Սովորաբար այս վիտամինը հանդիպում է յուղոտ մթերքների մեջ, սակայն կիվին բացառություն է։ Վիտամին D-ն պատասխանատու է մաշկի առողջության, սիրտանոթային համակարգի պաշտպանության և վերարտադրողական ֆունկցիայի համար։ Վիտամին K1 անհրաժեշտ է արյան նորմալ մակարդելիության և ոսկորների ամրության համար։ Վիտամին B9 ֆոլաթթու, սա կենսական նշանակություն ունի արյունաստեղծման և ԴՆԹ-ի սինթեզի համար, ինչը հատկապես կարևոր է հղիական անտիեվաճող օրգանիզմի համար։ Բացի այդ, կա մի ֆերմենտ, որը եզակի է, պարունակում է կիվին, կոչվում է ակտինիդին, սա կիվիի գաղտնի զենքն է։ Ակտինիդինը բնական ֆերմենտ է, որը քայքայում է սպիտակուցները։ Եթե դուք կերել եք ծանր միս կամ կաթնաշոր և զգում եք ստամոքսի ծանրություն, կիվին գործում է որպես բնական ֆեստալ կամ մեզիմ, օգնելով սպիտակուցներին արագ վերածվել ամինաթթուների և ներծծվել։ Բացի այդ, մի գաղտնիք ասենք, եթե դուք տավարի միս եք խաշում և այն համառորեն ու երկար չի եփվում, կաթսայի մեջ ընդամենը գցեք 1 կիվի։ Շուտով միսը փափկելու է և ավելի արագ եփվելու։ Կալիում։ Կիվին մեծ քանակությամբ կալիում է պարունակում, այն կարգավորում է ջրային հավասարակշռությունը և սրտի ռիթմը։ Մագնեզիում։ Այս տարրը հանգստացնում է նյարդային համակարգը, թուլացնում մկանային լարվածությունը։ Կիվի վառ կանաչ գույնը պայմանավորված է քլորոֆիլով, որը ունի հակաբորբոքային հատկություններ։ Բացի այդ, այն հարուստ է լյուտեինով և զեակսանթինով։ Սրանք կուտակվում են աչքի ցանցաթաղանթում և գործում որպես բնական արևային ակնոց, պաշտպանելով տեսողությունը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Չնայած իր քաղցրությանը, կիվին ունի ցածր գլիկեմիկ ինդեքս՝ մոտ 50, սա նշանակում է, որ այն չի առաջացնում արյան մեջ շաքարի կտրուկ թռիչքներ, արագ չի բարձրանում, ինչը դարձնում է այն անվտանգ և օգտակար շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։ Ներկայացնում ենք 10 հիվանդություն, որոնք բուժում է կիվին։ Առաջին՝ ասթմա և շնչառական համակարգի թուլություն։ Կիվին համարվում է թոքերի լավագույն բարեկամը։ Իտալիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր շաբաթական 5-ից 7 հատ կիվի են կերել, 44%-ով քիչ են ունեցել հեվոց և հազ։ Վիտամին C-ի հսկայական չափաբաժինը նվազեցնում է շնչուղիների բորբոքումը, բարձրացնում թոքերի դիմադրողականությունը արտաքին գրգռիչների նկատմամբ։ Երկրորդ՝ մարսողական տրակտի կանգ։ Եթե սննդակարգում շատ է միսը կամ սպիտակուցային սնունդը, ստամոքսը հաճախ չի հասցնում այն մարսել։ Կիվի մեջ պարունակվող ակտինիդին ֆերմենտը, որ ինչպես նշեցինք փափկեցնում է միսը, բառացիորեն կտրատում է սպիտակուցային մոլեկուլները։ Սա թույլ է տալիս խուսափել ուտելուց հետո առաջացող փորի փքվածությունից և այրոցից։ Երրորդ՝ քրոնիկ փորկապություն։ Կիվին աշխարհի ամենաարդյունավետ բնական լուծողականներից է, որը իհարկե չի առաջացնում կախվածություն և ցավեր։ Այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որը ջուր է կլանում աղիներում, դարձնելով պարունակությունը ավելի փափուկ և հեշտացնելով կղազատումը։ Այն նաև սնունդ է հանդիսանում աղիքային օգտակար բակտերիաների պրեբիոտիկների համար։ Չորրորդ՝ հիպերտոնիա, զարկերակային բարձր ճնշում։ 2014 թվականին անցկացված հետազոտությունները փաստում են, որ օրական 3 կիվի ուտելը կարող է ավելի շատ իջեցնել ճնշումը, քան օրական 1 խնձորը։ Ինչպես է աշխատում։ Կալիումը և բիոակտիվ նյութերը, որոնք կան կիվիի մեջ, օգնում են թուլացնել անոթների պատերը, հեռացնում են օրգանիզմից ավելորդ նատրիումը, աղը, որը ճնշման բարձրացման գլխավոր պատճառն է։ 5-րդ՝ անքնություն և քնի ցածր որակ։ Եթե երկար չեք կարողանում քնել, կիվին կարող է փոխարինել քնաբերին։ Կիվին հարուստ է սերոտոնինով, երջանկության հորմոնով, որը հանդիսանում է մելատոնինի, քնի հորմոնի նախահիմքը։ Քնելուց 1-2 ժամ առաջ կերեք կիվի և կտեսնեք, թե ինչպես է փոխվում ձեր քնի որակը։ Փորձեք այդպես անել 1 շաբաթ շարունակ և դուք կտեսնեք, թե ինչպես է կարգավորում ձեր քունը։ 6-րդ՝ տեսողության կորուստ։ Սա տարիքային խնդիր է, որը բերում է կուրության, սակայն կիվին
կարող է կանխել այն։ Մակուլյար դեգեներացիան։ Լյուտեինի եւ զեակսանթինի բարձր պարունակությունը պաշտպանում են աչքի ցանցաթաղանթը օքսիդացումից։ Այս նյութերը կլանում են վնասակար կապույտ լույսը, որը գալիս է հեռախոսներից եւ այլ էկրաններից։ Թրոմբոզի վտանգ։ Կիվին գործում է գրեթե ինչպես ասպիրինը, բայց առանց ստամոքսը վնասելու։ Այն նվազեցնում է արյան մեջ ճարպերի քանակը, կանխում թրոմբոցիտների կպչունությունը, արյունը դառնում է ավելի հոսուն, ինչը կտրուկ նվազեցնում է ինսուլտի եւ ինֆարկտի ռիսկը։ 8. Իմունային անբավարարություն եւ հաճախակի մրցածություն։ Կիվին շտապօգնություն է օրգանիզմի պաշտպանական շերտի համար։ Բացի վիտամին C-ից, կիվիի մեջ կան նյութեր, որոնք խթանում են սպիտակ արյան բջիջների լեյկոցիտների արտադրությունը, որոնք էլ հենց պայքարում են վիրուսների եւ բակտերիաների դեմ։ Եվ վերջինը անեմիա։ Շատերը զարմանում են, թե ինչպես կարող է միրգը օգնել երկաթի պակասի դեպքում։ Կիվին ինքնին պարունակում է որոշակի երկաթ, սակայն նրա գլխավոր ուժը վիտամին C եւ պղնձի մեջ է։ Առանց այս երկու նյութերի սննդի միջոցով ընդունված երկաթը չի յուրացվում օրգանիզմի կողմից։ Պետք է պղինձ եւ վիտամին C, իսկ կիվին բացում է դռները երկաթի համար։ Ինչպես ճիշտ ուտել կիվին։ Շատերը սխալ են ուտում այս միրգը։ Ահա մի քանի խորհուրդ։ Կերեք կեղևով։ Այո, դա հնարավոր է եւ նույնիսկ օգտակար։ Իրականում սովորության հարց է։ Երբ դուք որոշ ժամանակ փորձեք անընդհատ կիվին ուտել կեղևով, ապա այն արդեն ձեզ համար կդառնա սովորական։ Ինչու՞։ Բացատրեմ։ Կեղևի մեջ բջջանյութի եւ հակաօքսիդանտների քանակը 3 անգամ ավելի շատ է, քան պտղի մեջ։ Պարզապես պետք է լավ լվանալ եւ ընտրել քիչ մազոտ տեսակները։ Բացի այդ, կարող եք պարզապես դանակով մի փոքր քերել մազոտ հատվածը։ Հետաքրքիր փաստեր։ Ոսկե կիվի։ Գոյություն ունի դեղին միջկով կիվի, որը ավելի քաղցր է եւ գրեթե մազիկներ չունի կեղևի վրա։ Տիեզերական սնունդ։ Կիվին ընդգրկված է տիեզերագնացների սննդակարգում իր բարձր օգտակարության շնորհիվ։ Թեև կիվին իսկական վիտամինային ռում է, բայց բնականաբար ունի իր հակացությունները։ Ահա հիմնականները։ Ստամոքսի բարձր թթվայնություն եւ խոցեր։ Քանի որ կիվին պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ, կիտրոնաթթու եւ խնձորաթթու, այն կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը։ Ստամոքսի խոցի, 12 մատի աղիքի խոցի կամ սուր գաստրիտի դեպքում, հատկապես հենց սուր փուլում, կիվի ուտելը մեղմ ասած խորհուրդ չի տրվում, քանի որ կարող է առաջացնել ցավ, այրոց եւ այլ խնդիրներ։ Ալերգիկ ռեակցիաներ։ Կիվին համարվում է ուժեղ ալերգեն։ Ախտանիշները՝ բերանի խոռոչի քոր, այտուցվածություն, կոկորդի թեթևայրոց կամ մաշկային ցան։ 3. Երիկամի խնդիրներ եւ քարեր։ Կիվին հարուստ է օքսալատներով, սրանք թրթնջկաթթվի աղերն են։ Այս օքսալատները կարող են նպաստել երիկամներում քարերի առաջացմանը կամ դրանց մեծացմանը։ Եթե ունեք երիկամներում քարեր կամ միզապարկում, կիվի օգտագործումը պետք է խիստ սահմանափակել։ Հակվածություն լուծի։ Ինչպես արդեն նշվեց օգտակար հատկությունների մեջ, կիվին հզոր լուծողական է, այսինքն օգտագործվում է այն դեպքում, երբ կա փորկապություն։ Եթե դուք ունեք հակառակ խնդիրը, օրինակ ստամոքսի խանգարում կամ քրոնիկ փոր լուծություն, կիվին միայն ու միայն կխորացնի խնդիրը, բերելով օրգանիզմի ջրազրկման։ 6. Դեղորայքային փոխազդեցություն։ Քանի որ կիվին բնական ճանապարհով նվազեցնում է արյան մակարդելիությունը եւ իջեցնում ճնշումը։ Զգուշացում։ Այն մարդիկ, ովքեր ընդունում են արյունը ջրիկացնող դեղեր, օրինակ վարֆարին կամ ասպիրին կամ ճնշումը իջեցնող պրեպարատներ, պետք է զգույշ լինեն մեծ քանակությամբ կիվի օգտագործելիս, որպեսզի դեղի ազդեցությունը չափից ավելի չուժեղանա եւ ձեր ճնշումը օրինակ չափից շատ չընկնի կամ արյունը չափից շատ չջրիկանա։ Կարևոր է։ Առողջ մարդու համար օրական 1-2 կիվին համարվում է օպտիմալ եւ անվտանգ չափաբաժին։ Հարգելի հետևորդներ, թողարկման համար այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Աջակցեք մեր ալիքին նաև ձեր մեկնաբանություններով։ Գրեք ձեր կարծիքը տեսանյութի վերաբերյալ։ Նաև նշեք, արդյոք սիրում եք կիվի։ Գիտեք, թե որքան օգտակար հատկություններ ունի այն։ Առողջ եղեք եւ լավ մնացեք։ Մինչ նոր հանդիպում։